2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը եւ անցկացրել են մի շարք քննարկումներ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով։ Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը։ Ժողովրդավարությունը անկախ Հայաստանի գրավականը համարող Նիկոլ Փաշինյանը բացառում է առանց մեկը մյուսի գոյությունը։ Իր այս համոզմունքը հայտնեց ժողովրդավարության հայկական ֆորումի մեկնարկին։ Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, այսինքն հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն եւ կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւս հավատացած է, թե Հայաստանը ժողովրդավարության առումով մեծ հաջողություններ ու առաջընթաց է գրանցել։ Եվ անկախ նրանից, որ ժողովրդավարությունը Եվրամիության համար ամենակարևորն է, դեսպանն ասաց, թե այլ կարևոր ծրագրեր ու համագործակցություններ եւս նախատեսում են։ Մենք նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում, կարծում եմ շատ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը։ Եվրամիությունը 76 նոր ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել։ Աջակցություն կա նաև արդարադատության ռեֆորմներում, մոտ 40 միլիոն բյուջետային աջակցություն ենք տրամադրել կառավարությանը։ Ժողովրդավարության հայկական ամենամյա ֆորումին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ կարծում է, թե բազմաթիվ մարտահրավերների է բախվել, ներառյալ սահմանային միջադեպերը, Լեռնային Ղարաբաղի փախստականների ներհոսքը, բայց հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային։ Ձեր հանձնառությունը ժողովրդավարական ապագային օրինակ է աշխարհի համար, թե ինչպես է հնարավոր նման պայմաններում ժողովրդավար աշխատել, ցույց տալ, որ դրանք ամենևին էլ իրար չեն հակասում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտ է, որ աջակցում է այս ամենին, սատարում է Հայաստանին էներգետիկայի, առևտրի եւ այլ ոլորտներում եւս։ Քվինը նշեց, որ գալիք տարիներին նպատակադրված են թարմացնել Հայաստանի Հանրապետություն ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին։ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը եւ նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացներին։ Լազար Կոմանեսկուն հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահության օրոք կհաջողվի հասնել կազմակերպության առջև դրված նպատակների իրականացմանը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը Լազար Կոմանեսկուին է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները։ Զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հրապարակվել է ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան զեկույցի ամփոփագիրը։ Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House International Partnership for Human Rights-ի ժողովրդավարության զարգացման հիմնադրամի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի իրավունքների պաշտպանության առանց սահմանների եւ Truth House կազմակերպությունների կողմից։ Այն փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման եւ ահաբեկման, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են, զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից։ Դատախազությունը հուլիսի 1-ին նշում էր հիմնադրման 106-ամյակը, որի կապակցությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ եւ հանձնվել են պետական պարգևներ։ Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս շնորհավորել է դատախազությանը հիմնադրման տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնել դատախազներին իրենց կատարած աշխատանքի համար։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից եւ տրամաբանությամբ, չենք կարողացել այդ ակնկալիքը առնվազն լիարժեք կերպով հասցեագրել եւ իրականացնել։ Այս առումով իհարկե դատախազության դերը երկրում արդարության եւ արդարադատության զգացում ձևավորելու իմաստով դժվար է գերագնահատել, ասել է վարչապետը։
Հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիային նիստ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները օրակարգով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ զինված ուժերի համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում եւ այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ կարեւոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զեկույցներից հետո պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։ Ֆրանսիայում ավարտված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։ Նախագահ Էմանուել Մակրոնի միասին հանուն հանրապետության կենտրոնամետ դաշինքը հավաքել է ձայների ընդամենը 20%-ը։ Ծայրահեղ աջակողմյան ազգային միավորումը ստացել է քվեների 33.1%-ը։ Նոր ժողովրդական ճակատ ձախակողմյան կոալիցիան էլ 28%-ը։ Ծայրահեղ աչերն իշխանության շեմին են։ Ֆրանսիայի վարչապետը կոչ է անում երկրորդ փուլում աջակողմյան ուժերին ոչ մի ձայն չտալ, փորձ է արվում փրկել նախագահ Մակրոնի քաղաքական ուժի դիրքերը։ Վարչապետը պարզաբանել է, որ հանվելու են այն թեկնածությունները, որոնք երրորդ տեղում մնալու դեպքում ազգային միավորում թեկնածությունները կզբաղեցնեն առաջին տեղը։ Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսվում է հուլիսի 7-ին։ Հարևան Իրանում էլ ընտրական կրքերը պահպանվում են նորից երկրորդ փուլի ակնկալիքով։ Մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Ընտրությունները տեղի կունենան հուլիսի 5-ին։ Բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկյանը հավաքել է 42.5% ձայն, իսկ միջուկային հարցերով նախկին բանակցող Սաիդ Ջալալին 38.6%։ Ընտրողների մասնակցությունը հասել է ընդամենը 40%-ի։ Սա ռեկորդային ցածր ցուցանիշ է։ Այսպիսով, Արևմտյան Ադրբեջանում ծնված Փեզեշկյանը ստացել է ընտրությունների մասնակցած 25 միլիոն ընտրողներից ավելի քան 10 միլիոնի քվեները։ Նրա մրցակցի պահպանողականների ճամբարը ներկայացնող Ջալիլիի օգտին քվեարկել է 9.400.000 մարդ։ Առաջին փուլի արդյունքներով պայքարից դուրս են մնացել երկու թեկնածուները՝ խորհրդարանի պահպանողական խոսնակը եւ արդարադատության եւ ներքին գործերի նախկին նախարարը։ Բոլոր 4 թեկնածուները հաստատվել էին Պահապանների խորհրդի կողմից, որի անդամներին ուղղակիորեն եւ անուղղակիորեն նշանակում է գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած երկխոսության համար, այդ թվում եւ միջնորդների մասնակցությամբ, բայց իր նպատակներին հասնելու պայմանով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց է ցանկացած շփման, ցանկացած երկխոսության համար հասնելու այն նպատակներին, որոնք մենք մեր առջև դրել ենք։ Նախագահը պահում է այս բացությունը, նա այդ մասին բազմիցս ասել է, նշել է Պեսկովը։ Մի քանի օր շարունակ Հրազդանի կիրճում արձնի 2 ջրատարը վթարված էր։ Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը դադարեցված էր։ Վարչական շրջանի բնակիչները խմելու ջուր չունեին։ Խմելու ջրի վթարված խողովակները Հրազդան գետի միջով են անցնում։ Յոլա ջուրը բարեբախտաբար կարողացել էր ճիշտ ժամանակին փականը անջատել, որպեսզի ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում։ Սկսել են կիրճի այդ հատվածի գետի հունի մաքրման աշխատանքները։ Եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա եւ դա կվկայի նաեւ տնօրենը, որ պարբերաբար կարող են նման վթարներ կրկնվել։ Արիանը հայտնել է, որ կարճ ժամանակահատվածում ամբողջ փլուզված հատվածը դուրս կբերվի գետի հունը կփոխվի, կմաքրվի եւ ջրատարը կազատվի հոսող ջրի այդ ծավալից։ Անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ։ Հունիս ամսից սկսած Մայրաքաղաքի վարչական շրջաներում խմելու ջրի մատակարարման գործընթացը ավելի է վատացել։ Բնակիչները ջուր չեն ունենում ժամերով, գիշերային ժամերին էլ գրեթե բոլոր վարչական շրջաներում եւս ջրանջատումներ են լինում։ Վարչական շրջաններ էլ կան, բնակիչները երկար ճանապարհ պետք է անցնեն խմելու ջուր տուն հասցնելու համար։ Ամռան ամիսներին է, որ ջրագողության դեպքերը շատանում են, այգիներ ունեցող բնակիչներից շատերն էլ խմելու ջուրն օգտագործում են իրենց այգիները ջրելու համար։ Առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Veolia ջուր ընկերության վերաբերյալ ստացել է մի քանի տասնյակ գրավոր եւ բանավոր դիմում բողոքներ։ Քաղաքացիները հիմնականում բարձրաձայնել են հարցեր կապված սահմանված ժամանակացույցին համապատասխան ջրամատակարարում չիրականացնելուն։ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը, հատկապես մտահոգիչ է, երբ ամռան ամիսներին մարդիկ զրկված են ջրի եւ սանիտացիայի հասանելիությունից։
Պաշտպանը եւս մեկ անգամ շեշտում է անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային ընդհատումների պատճառները եւ աշխատանքներ իրականացնել դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Առավել հետեւողական լինել խմելու ջրի մատակարարման ծառայությունների կանոնների, ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ պատշաճ ծանոթությունների իրականացման նկատմամբ։ Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ նախատեսում է ռոբոտաշինության խմբակների ծրագիրը ներդնել Երևանի համայնքային մանկապարտեզներում։ Մասնագետ դաստիարակները կանցնեն հատուկ վերապատրաստում։ Երեխաները սիրված լեգոները կընկալեն նորովի։ Ծրագիրը կարևոր մի քանի բաղադրիչ ունի։ Այն առաջնահերթ ուղղված է զարգացնելու երեխաների մտածողությունն ու ավելի հետաքրքիր դարձնելու նախադպրոցական կրթությունը։ Երևանի քաղաքապետարանը ծրագիրը մտադիր է ներդնել արդեն հաջորդ ուսումնական տարում։ Հունիսի 29-ին մայրաքաղաքում կրակոցներ են հնչել Աստղիկ բժշկական կենտրոնից են ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում։ Ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Տեղում էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։ Ըստ տեղեկությունների վիրավորը Երևանի 43-ամյա բնակիչ Դավիթ Շախբազյանն է։ Հավաքվածներից մի քանիսն էլ հայտնել են, որ նա Մալաթիայում հայտնի Դիլխոր Դավոն է։ Ու մինչև հիվանդանոցում բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները գործակցելով ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկների հետ պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճան 24 շենքի բակից։ Հենց այդտեղ էլ ոստիկաններն ու պարեկները մուտքերից մեկում ու դրսում հայտնաբերել են առնանման հետքեր։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեր տեղեկություններով ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողներն արդեն պարզել են կրակողի ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն ներկայացվում։ Հունիսի 39-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել են Մերսեդեսը, BMW-ն եւ Opel-ը։ 5 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով պարեկային ծառայության մի քանի մեքենաներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները, փրկարար ծառայության Հրազդանի հշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Հավաքվածների խոսքով մահացածն ու վիրավորները մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։ Թույլատրելի հատվածում կայանված են եղել, երբ Մերսեդեսը բախվել է Opel-ին, Opel-ն էլ առաջ ընթանալով բախվել է BMW-ին։ Սթափության փորձաքննությունը ցույց է տվել, որ Մերսեդեսի վարորդը եղել է ոչ սթափ։ Մերսեդեսի վարորդը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Հունիսի 29-ին մահվան ելքով վրաերթը տեղի ունեցել Երևանում 19-ամյա Դավիթը վրացական համարանիշներով Մերսեդեսով Վիլնյուսի փողոցում 27 կոտրակ 2 հասցեի դիմաց վրաերթի ենթարկել 76-ամյա Հովանեսին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վարորդը եղել է Հունիսի 30-ին Վանանդ գյուղի վարչական տարածքում գյուղի սկզբնամասում բախվել են ՎԱԶ 2121-ն ու ՎԱԶ 2106-ը։ 7 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ հենց նրանք են երկուսին իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով տեղափոխել Արմավիր բժշկական կենտրոն, իսկ 5-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Հետո արդեն վիրավորներից երկուսը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Հավաքվածները նշել են, որ վարորդները խնամիներ են։ Հունիսի 30-ին Ռուբինյաց եւ Ուլնեցի փողոցների հարակից կամրջի հարևանությամբ բախվել են 41-ամյա Կարեն Մարգարյանի Toyota Land Cruiser Prado-ն եւ 35-ամյա Խաչիկ Վերանյանի Mercedes-ը։ Վարորդներից Վերանյանն ու Toyota-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Օպերատիվ են գործել նաեւ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Հունիսի 29-ին մայրաքաղաքում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կամազը բախվել է բետոնե հատվածին ու կողաշրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջին օգնության են հասել Վթարի հարևանությամբ գործող հեռախոսների խանութի աշխատակիցները, որից հետո օպերատիվորեն ժամանակ շտապօգնության բժիշկները վիրավորին տեղափոխել են Հերացու անվան հիվանդանոց։ Իսկ այն տեղեկությունը, որ հնարավոր է մեկ այլ մեքենայի հետ նույնպես բախում եղած լինի, պարեկները պարզում են։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել փրկարարները, Երևանի գնդի պարեկները, 4-րդ գումարտակի գնդի հրամանատարի եւ գումարտակի հրամանատարի գլխավորությամբ տեղում են նաեւ կենտրոն վարչական շրջանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր այս պահին աշխատանքներ են կատարում։ Նույն օրը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում բախվել են 43-ամյա Գևորգ Արզումանյանի Մերսեդեսն ու 25-ամյա Սեդրակ Ամիլյանի ջիպը։ Վերջինը կողաշրջվել է, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Մասիս բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Հարևանության բնակվողների խոսքով էլ այդ փողոցում պատահարների թիվն ավելացել է արագաչափերը հանելուց հետո։ Դարձյալ հունիսի 29-ին մայրաքաղաքում Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս մոտոցիկլետը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել։ Մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարչարայության Երևանի թիվ 7-րդ թշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Ժամանել են նաև ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Մոտոցիկլավարն ու ուղևորը սաղավարտով են եղել, ինչը կարելի ասել փրկել է նրանց կյանքը։ Մոտոցիկլետի մասնակցությամբ մեկ այլ վթար էլ տեղի ունեցել հունիսի 28-ին Աբովյան քաղաքի Արզունու խճուղում։ Բախվել են 40-ամյա Դերենիկ Մխիթարյանի Nissan Tidan եւ 43-ամյա Գագիկ Հակոբյանի մոտոցիկլը։ Վերջինը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը։ Նա չթույլատրելի հատվածից, որտեղ դեռևս անհայտ անձի կողմից ճանապարհի անօրինական գծանշում է կատարվել, շրջադարձ է կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Հրաչյա Քոչար 40 կոտրակ 2 հասցեի մոտ գործող բենզալցակայանի հարևանությամբ հսկայական ծառը արմատից կոտրվել ու տապալվել է։ Դրա հետևանքով վնասվել է այդ պահին անցնող Hyundai-ին։ Բարեբախտաբար վարորդը չի տուժել, սակայն մեքենայի դիմապակին եւ առջևի որոշ հատվածներ վնասվել են։ Ճանապարհը փակվել էր, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները օղակի հրամանատարի գլխավորությամբ։ Նրանք չսպասելով Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի պատասխանատուների ժամանմանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի հանձնարարականով ժամանած թաղապետի տեղակալի գլխավորությամբ էլեկտրական սղոցով մասնատել են ծառը, այն հեռացրել։ Թե ով է փոխհատուցելու վնասված մեքենայի տիրոջը դեռ պարզ չէ։ Իսկ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 6-րդ փողոցում Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատի եւ փրկարարծառայության հատուկ նշանակությամբ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները քննեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն գծած շանը։ Հետո կենթանուն տեղափոխել են անվտանգ վայր։ Վիրավոր Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Վոլոդիա Հակոբյանը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն։ Ժամանել են նաեւ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։